Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Այն ժամանակ օրեսգետներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տվեցին եւ ասացին. Վարդապետ, քեզանից մի նշան ենք կամենում տեսնել։ Նա պատասխան տվեց նրանց եւ ասաց. Չար եւ շնացող ազգը նշան է փնտրում։ Այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև ինչպես Հովնանը 3 օր եւ 3 գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես եւ մարդու որդին երկրի ընդերքում 3 օր եւ 3 գիշեր։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ ազգի դեմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին եւ ահավասիկ այստեղ Հովնանից մեծը կա։ Հարավի դժխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գա այս ազգի դեմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը եւ հա այստեղ Սողոմոնից մեծը կա։ Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում։ Այն ժամանակ ասում է. դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա, եւ գալիս է եւ այն գտնում դատարկ, մաքրված եւ կարգի բերված։ Այն ժամանակ գնում է, վերցնում իր հետ իրենից ավելի չար 7 այլ ոգիներ եւ մտնում բնակվում է այնտեղ եւ այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր։ Այսպես պիտի լինի եւ այս չար սերնդին։ Օրենսգետներն ու փարիսեցիները Հիսուսից նշան էին խնդրում։ Ղուկաս ավետարանն ինչն ասում է, երկնքից էին նշան ուզում։ Ինչ ասել է նշան, այսինքն հրաշք էին ուզում տեսնել։ Եվ ավետարանն ասում է այն ժամանակ, մեկնիչն ասում է այն ժամանակ ասելով ի նկատի ունի այդքան հրաշքներ եւ նշաններ տեսնելուց հետո նորից նշան էին ուզում։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ նշանները անհավատների համար են, հավատացյալները նշանի կարիք չունեն։ Այսինքն այս ազգը այսքան հրաշքներ ու նշաններ տեսնելուց հետո իսրայելացիների ազգի նկատի ունեմ, նորից նշան էր ուզում։ Զարմանալի նշաններ էր տեսել, արեգակի կանգ առնելն էր տեսել, ծովի բացվելն էր տեսել, Հորդանանի կանգնելն էր տեսել, Երիքովի պարիսպների անկումն էր տեսել, բազմաթիվ հրաշալի նշաններ էր տեսել։ Եգիպտոսում տեսակ նշաններ էր տեսել, որի արդյունքում իրենք ազատվեցին եգիպտական գերությունից։ Այսքանից հետո ասում է նշան տուր մեզ։ Եվ Քրիստոսն ինչ է պատասխանում։ Ասում է չար եւ շնացող ազգ։ Ինչու չար։ Որովհետև այս ամեն ինչից հետո դուք չեք հրաժարվել ձեր չար գործերից, ձեր մեղքերից, շարունակում եք մնալ մեղքի մեջ, չարությունների մեջ, անօրենությունների մեջ, անիրավությունների մեջ, ինչի մասին այսօր ընթերցվում էր Եսայու մարգարեության մեջ։ Եսային մարգարեն մեղադրում էր Իսրայելին մեղքերի համար։ Ասում է չար ազգ եք։ Բարուն չեք հետևում, չարի մեջ եք մնում։ Բարին Աստված է, բարին Աստծո պատվիրանն է, բարին Աստծո օրենքն է, բայց դուք մերժել եք Աստծուն, Աստծո պատվիրանը եւ Աստծո օրենքը եւ չարի մեջ եք մնում։ Դրա համար Տերն ասում է չար ազգ, շնացող ազգ։ Շնացող, այսինքն ուրացել էին իրենց Աստծուն եւ կուրքեր էին պաշտում։ Սա կոչվում է շնություն։ Երբ մարդը թողած իր արարչին, թողած իր ստեղծիչին, իր Աստծուն, ուրիշ պաշտամունքի առարկաներ է գտնում եւ պաշտամունք է մատուցում դրանց։
Դրա համար Տերը կոչում է չար ազգ եւ շնացող ազգ։ Ասում է շնացակ փայտի ու քարի հետ ձեր Տեր Աստծուն թողած։ Ինչի նկատի ունի։ Փայտը եւ քարե կուրքեր եք պատրաստում։ Ձեզ համար աստվածներ եք կերտում, չակերտավոր, չաստվածներ եւ պաշտում եք դրանց։ Այդ դրա համար կոչում է շնացող եւ ազգ։ Եվ ինչ է ասում Տերը, ասում է ուրիշ նշան ձեզ չի տրվելու, բացի Հովնան մարգարեի նշանից, որ Հովնանը 3 օր եւ 3 գիշեր մնաց գետի փորի մեջ, այդպես էլ մարդու որդին 3 օր եւ 3 գիշեր պիտի մնա երկրի ընդերքում, երկրի փորի մեջ։ Այս ամեն ինչը Տերն ասում էր իրեն շրջապատողներին, օրենսգետներին, փարիսեցիներին, ընդհանրապես հրեա ժողովրդին, որին Աստված այդքան մեծամեծ շնորհներ էր արել, այդքան մեծամեծ գործեր էր արել իրենց համար, որին Աստված հայտնվել էր եւ իր օրենքներն էր տվել, եւ այդքանից հետո այդ ազգը, այդ ժողովուրդը Աստծուն ուրացած էր ապրում, շնության մեջ էր ապրում, չարության մեջ էր ապրում։ Եվ ասում էր այլևս նշան չպիտի դրվի ձեզ, որովհետև բոլոր նշանները, ինչ որ պետք էր ձեզ, տրվել է, մի նշան է մնում, որ Տեր Աստված մեռնի, գերեզման մտնի եւ երրորդ օրը հարություն առնի։ Եվ սրա մասին խոսելով ասում է Հովնանի նշանը, Հովնանը, որտեղ խորհրդանշում էր Քրիստոսի երեքօրյա մահը, թաղումը եւ հարությունը, կետի փորի մեջ 3 օր մնալով եւ կետի փորից կենթանի դուրս գալով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրերից մինչև այսօր շուրջ 2000 տարի անցել։ Ինչ է փոխվել։ Արդյոք մեր մասին խոսելիս նույնը չպիտի ասեր Տերը, չպիտի ասեր չար եւ շնացող ազգ, մինչև հիմա նշաններ եք ուզում։ Թողած են բոլոր նշանները, որ Աստված արեց ձեր ազգի, ձեր ժողովրդի, Հայաստան աշխարհի համար։ Տերն ինքը իջավ, ուրիշ միտեղ չիջավ, մեր մեջ իջավ միածին որդին Աստուծո եւ հաստատեց էջ միածինը, բայց դուք նշան եք ուզում։ Դուք ասում եք արդյոք իջավ, արդյոք չիջավ։ Դուք մնում եք մեղքերի մեջ, մնում եք չարությունների մեջ, մնում եք անիրավության ու անհավատության մեջ։ Չար ազգ ասում է, որովհետև չեք հրաժարվել մեղքից, բարին չեք ընտրել։ Բերանով խոսքով ասում ենք մենք քրիստոնյա ենք, առաջի քրիստոնյա ազգն ենք, բայց առաջի քրիստոնյա ազգի մեջ այսքան ավետարանի չիմացություն կլինի, այսքան Աստծո օրենքներից անտեղյակություն կլինի, այսքան Աստվածաշնչերն ու ավետարանները մեր տանը դրած, բայց չկարդալու վիճակ կլինի, այսքան նյութապաշտություն, կռապաշտություն կլինի, ասում է շնացող ազգ, Աստծուն թողած նյութն եք պաշտում, հաճույքն եք պաշտում, բարեկեցությունն եք պաշտում, ապահովությունն եք պաշտում, տեսակ ձեր ցանկությունները, ձեր սրտի ուզած բաներն եք պաշտում։ Չի լինի այդպես։ Չեք կարող մարմնի ցանկությունների հետևից գնալ ու հոգուն Աստծուն հաճելի լինել։ Չեք կարող քրիստոնյա լինել եւ մարմնավոր մտածելակերպ ունենալ։ Հռովմեացիներին ուղված իր թղթի այսօրվա ընթերցված հատվածում Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. որովհետև Քրիստոս Հիսուսով կյանք տվող հոգու օրենքը ինձ փրկեց մեղքի եւ մահվան օրենքից, քանզի ինչ որ անհնարին էր օրենքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով,
Աստված հնարավոր դարձրեց, առաքեց իր որդուն մեղանչական մարմնի նմանությամբ եւ մեղքի համար ու մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ հոգու։ Արդարև նրանք, որ ըստ մարմնի են ընթանում, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը։ Քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված, այսինքն Աստծո հետ թշնամությունը, մարմնավոր մտածելակերպը, որովհետև չի հնազանդվում Աստծո օրենքին, եւ նա չի էլ կարող։ Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն։ Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, երանի թե, այլ հոգու, եթե Աստծո հոգին բնակված է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար եւ հոգին կենդանի արդարության համար։ Եվ եթե ձեր մեջ բնակվում է նրա հոգին, ով հարություն տվեց Հիսուսին մեռելներից, ապա եւ ով հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները ձեր մեջ բնակվող իր հոգով։ Ուրեմն առաքյալը հստակ է խոսում։ Եվ մենք պիտի հասկանանք, մենք մեզ համար պիտի հստակ պատասխան ունենանք։ Մենք մարմնով ապրող մարդիկ ենք, մենք մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդիկ ենք, մենք նյութի գերակայությունը ունեցող մարդիկ ենք, մեր Աստվածը մարմինն է, նյութն է, մարմնի ցանկությունն է, նյութականն է, մամոնան է ի վերջո, ինչպես ասում է Ավետարանը, թե մենք հոգով առաջնորդվող մարդիկ ենք, հոգևոր մարդիկ ենք, հոգևոր մտածելակերպ ունեցող մարդիկ ենք։ Դժվար չի այս բանը հստակեցնել։ Մենք գոնե այստեղ եկեղեցում հավաքվածներից մեծ մասը մենք մտածում ենք, որ մենք հոգևոր մարդիկ ենք։ Բայց այս մեր մտածածը ճիշտ է թե սխալ է։ Այս պիտի հասկանանք։ Մենք իրոք հոգևոր ենք, թե մենք մարմնավոր ենք։ Որոշելու կերպերից մեկը ինձ թվում է հետևյալն է։ Մենք պիտի մտածենք։ Մենք մեր անձի համար ենք ավելի շատ ապրում, թե Աստծո համար։ Մենք ուզում ենք մեզ համար լավ լինի, մենք ուզում ենք մեր սրտի ուզածը լինի, մեր կամքը իրականանա, թե մենք ուզում ենք առաքինի ապրել, բարի ապրել։ Ընկերոջը սիրել մեր անձի պես, մեր անձի նման։ Մեր շահն ենք փնտրում, ինչպես ասում է Ավետարանը, թե դիմացինի շահն ենք փնտրում։ Իրականում, եթե մենք մեր շահն ենք փնտրում, մեր անձի համար ենք ապրում, մենք կորցնում ենք մեր անձը, որովհետև մենք խաբկանքի մեջ ենք, մենք սխալանքի մեջ ենք, բայց եթե մենք փնտրում ենք դիմացինի շահը, դիմացինի բարին, դիմացինի օգուտը, մենք ճիշտ ընթացքի մեջ ենք, որտև Քրիստոսն այդ սովորեցրեց մեզ։ Սա է հոգևոր մտածելակերպը, որ մենք առաջնորդվենք Աստծո պատվիրանով, որ մենք ապրենք Աստծո օրենքով։ Առաջի անգամ չի, որ այդ նման մտածում լսում եմ, բայց մի քանի օր առաջ նորից այդպիսի բանի մտածումի կամ այդպիսի
մտածելակերպի հետ բախվեցի։ Մեկի հետ խոսում եմ, բարեպաշտ մարդ է, փորձում է քրիստոնեական կարգուսարքի մեջ ապրել երիտասարդ, ասում եմ, իսկ Աստվածաշունչ կարդում ես, ասում է ճիշտն ասեմ, չեմ կարդում, ասում եմ, իսկ ինչի չես կարդում, որտեղ ասում է, գիտեմ Աստվածաշունչում գրած է բաներ, որ ես կարդամ, չեմ անելու, իմ աշխատանքի, իմ կենցաղի, իմ առօրյայի մեջ չեմ կիրառելու, դրա համար էլ չեմ կարդում։ Բա ոնց պիտի լինի, բա եթե Աստծո ասածները մենք պիտի չանենք, մենք ոնց ենք հավատում Աստծուն։ Ուրեմն մենք մեր սրտի ուզածներն ենք ուզում անենք, մենք չենք հնազանդվում Աստծո օրենքին, մենք հնազանդվում ենք մեր մարմնի օրենքին, այս աշխարհի օրենքին, նյութի օրենքին։ Եվ կարծում եմ շատերի մեջ, շատերիս մեջ, չասեմ շատերի, ինձ էլ ձեզ հետ, շատերիս մեջ այս երկվությունը կա երբեմն։ Եվ շատ հաճախ լսել ենք մարդկանցից, ասում եմ, որ ես հավատացյալ դառնամ, որ ես քրիստոնյա դառնամ, չեմ կարա աշխատեմ, չեմ կարա ապրեմ, չեմ կարա առևտուր անեմ, չեմ կարա այս անեմ, չեմ կարա այն անել, այսինքն ենթադրելի է աշխատելու համար, առևտուր անելու համար, ապրելու համար պետք է միշտ Աստծո օրենքները խախտել, իսկ եթե մեկ Աստծո օրենքները չի խախտում, ինքը չի կարա ապրի։ Հիմար մտածելակերպ։ Խապկանք, սատանայի խապկանքը, սատանան է տենց խապել մարդկանց, որ գիտես չխապես, չես կարա ապրես, չգողանաս, չես կարա ապրես, չշնանաս, չես կարա ապրես, սուտ չխոսես, չես կարա ապրես, պիտի այդ ամեն ինչ անես, որ ապրես։ Եվ այնքան ծանր նստած է, որ մարդիկ ասում են ճիշտ է, հոգևոր օրենքը հոգևոր, բայց աշխարհի մեջ այդ օրենքները չի լինի կիրառել։ Գործնական կյանքում այդ օրենքները չի լինի կիրառել։ Բիզնեսի մեջ այդ օրենքները չի լինի կիրառել։ Ով ասեց, որ չի լինի կիրառել։ Փորձել ես, այդ օրենքը դնողը ով է, Աստված է։ Եթե Աստված ասել է, ինքը իր խոսքի տերն է։ Մարդը չի ասել, որ այսօր մի բան ասի, վաղ ուրիշ բան ասի, այն միսօր ուրիշ բան ասի, հետո ինքը տեր չկանգնի իր խոսքին։ Մի օր մի բան ասի, հաջորդ օրը քնի վեր կենա, դրան լրիվ հակառակ բանն ասի։ Աստծո խոսքը հաստատուն է եւ մնայուն է։ Հավիտյանս հավիտենից։ Եվ երբեք չի խոթորվել, որտեվ հեղինակը Աստված է եւ բացարձակ ճշմարտություն է։ Մենք որ չենք հասկանում, մենք որ չենք վստահում, այս Աստծո խոսքի խնդիրը չի, այս մեր տկարության խնդիրն է։ Մենք ենք տկար, մենք ենք թերահավատ, մենք ենք անուս, ուրեմն մենք մեր մասին, մեր վրա պիտի աշխատենք, ոչ թե ասենք չի լինի տենց ապրել։ Բա ոնց եղան մարդիկ, որ ապրեցին, բա ոնց սրբերը ապրեցին տենց աշխարհի մեջ, բա ոնց Գրիգոր Լուսավորիչը ապրեց տենց աշխարհի մեջ, բա ոնց Մեսրոպ Մաշտոցը ապրեց աշխարհի մեջ, Գրիգոր Նարեկացին ապրեց աշխարհի մեջ այդ օրենքներով, չէր լինի ապրել, բա ոնց ապրեցին այդ սրբերը։ Ասեց ուրիշ նշան ձեզ չի մնում, մեծագույն նշանը, որ աշխարհի մեջ եղել է, մեծագույն հրաշքը, որ աշխարհի մեջ եղել է, Աստծո խաչի վրա զոհաբերումներ, որ եղավ, Աստված զոհաբերեց ինքն իրեն մարդ արարածի համար, որ Աստծո համեմատ ինչա փոշեհատիկա, փոշեհատիկ էլ չի, զարմանալի բան, էլ դրանից են կողմել ինձ հրաշք, տիեզերքի արարիչը խաչի վրա տանջվում է, չարչարվում է փոշեհատիկ մարդու համար։ Մահվան բաժակն է խմում։ Մահվան միջով է անցնում։
գերեզման է մտնում եւ մեզ փրկելու համար, մեզ կյանք տալու համար հարություն առնում։ Էլ ինչ հրաշքի մասին է խոսքը։ Այսքանից հետո մենք որպես ազգ ու ժողովուրդ կուրքեր ենք պաշտում։ Աստծո պաշտամունքը թողած, Աստծո օրենքը թողած։ Տեղել գալիս է, ում տեսնում ենք, ասում ենք մենք առաջի քրիստոնյա ազգն ենք։ Այդ մարդը, որ հարցնում են, որ ասում ենք մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, եթե շուռ գա մեզ ասի, իսկ ի՞նչ է քրիստոնեությունը, որ դու առաջի քրիստոնյա ազգն ես, կարող ես երկու խոսք ասել։ Ով այդ Քրիստոս Աստվածը, որ դու քրիստոնյա ես, կարող ես երկու խոսք ասել։ Չէ, չենք ուզում, ժամանակ չունենք։ Որ ասում ենք, եկեք նստենք, ավետարան կարդանք, ավետարանը բացատրենք, 5 շաբթի օրերը հանդիպում ունենք, եկեք միասին ավետարանը կարդանք, փորձենք հասկանանք, 4 մարդ է գալիս, 5 մարդ է գալիս։ Բայց ասում ենք քրիստոնյա ենք, որտեղ ժամանակ չունենք։ Մեզ ավելի լավ է գնանք ինչ որ միտեղ ժամանցով զբաղվենք, մեր փողաշխատելով զբաղվենք, չգիտեմ ինչ գործերով զբաղվենք։ Բա տենց քրիստոնյա ազգ ա լինում, տենց քրիստոնյա ժողովուրդ ա լինում։ Աստված քեզ համար իր կյանքը չի խնայել։ Դու չես ուզում Աստծո հետ լինել։ Դու չես ուզում Աստծուն ժամանակ տաս։ Աստծուն չպետք է տաս, քեզ պետք է տաս։ Այդ ժամանակը քեզ է պետք։ Աստված իր անելիքը արել է։ Դու պիտի ընդառաջ գնաս Աստծո արածին։ Եվ ինչ է ասում, օրինակ է բերում Տեր Աստված։ Ասում է նայեք, դուք ասում եք մենք քրիստոնյա ազգ ենք, նինվեացիները, որ հեթանոս էին, ձեզանից շատ ավելի մեծ հավատք ունեին։ Ինչի՞, որտև ընդամենը Հովնան մարգարեն իրենց գնաց կոչ արեց ապաշխարելու, իրենք ապաշխարեցին, դարձան դեպի Աստված, հրաժարվեցին մեղքից ու չարիքից։ Բայց Քրիստոս ձեզ հետ խոսեց, դուք չեք հրաժարվում մեղքից։ Չեք ապաշխարում, չեք դառնում դեպի Աստված։ Դատաստանի ժամանակ նինվեացիները ձեր դեմ պիտի որպես դատախազ, այսինքն մեղադրող հանդես գան։ Ասում է հարավի դշխոն Սաբայի թագուհին, լսելով, որ Սողոմոն անունով մի իմաստուն մարդ կա, աշխարհի ծայրերից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու։ Բայց այստեղ Սողոմոնի տերն է Հիսուս Քրիստոս, դուք չեք ուզում Հիսուս Քրիստոսին լսել։ Ո՞նց պիտի արդարանաք։ Վերջապես ասում է, երբ մի դև դուրս է գալի մեկի միջից, գնում է սկսում աշխարհով հանգիստ փնտրել, չի գտնում, պտտվում է, հետ է գալիս, տեսնում է դատարկ է այդ տունը, մաքուր է այդ տունը, հարդարված է, գնում է իրանից ավելի չար, 7 դևեր է հավաքում, գալիս է մտնում այդ տան մեջ եւ այդ տան վերջը ավելի վատ ալնում, քան առաջին վիճակներ։ Այսպիսի մի բան ասեց մեր Տեր Հիսուս Քրիստոս, եւ վերջում ասում է, այսպես էլ պիտի լինի այս չար ազգի վիճակը։ Այսինքն Աստված մեզ ազատեց դիվահարված վիճակից, որի մեջ գտնվում ենք մենք կռապաշտության ժամանակներում, Քրիստոսին չդառած ժամանակ, դևեր ենք պաշտում, կուրքեր ենք պաշտում, ազատվեցինք, բայց Աստծո հոգով ու շնորհով չլցվեցինք։ Ինչ արեցինք, մեզ տվեցինք անհոգության։ Դևն էլ գնաց, ավելի սոսկալի 7 դևեր հավաքեց, եկավ լցվեց մեր մեջ։ Ինչ մարդու մտքով չի անցնի, տրամաբանական չի, բանական չի, այսօր մեր մեջ կատարվում է այդ ամեն ինչը։ Ասում ես, այս մարդիկ գժվել են, ինչ են եղել։ Բա մեր հայրերը, մեր առաջին լուսավորիչները, Թադեոս ու Բարթողոմեոս առաքյալները, Գրիգոր Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը,
Ներսես մեծը Սահակ Պարթևը, որ դրանք արթնանային հիմա տեսնեին, կամ երկնքից որ նայում են, ինչ են մտածում։ Մաքրեցին, սրբեցին մեզ, լույսը տվեցին, ճշմարիտ կերակուրը տվեցին կյանքի, հոգևոր ընթացքի մեջ դրեցին, մենք ինչ եղանք, ուր հասանք, մարդ ենք պաշտում, դրամ ենք պաշտում, նյութ ենք պաշտում, Աստծո օրենքները ուրացած, մեղքերով ենք հպարտանում։ Պողոս առաքյալի խոսքն է մեր վրա իրականանում, ասում է իրենց ստամոքս իրենց Աստվածն է և իրենց փառք իրենց ամոթը, այսինքն ինչից պիտի ամաչեին, այսօր դրանով հպարտանում են, փառք են համարում և ստամոքսին են ծառայում, ստամոքսը Աստված դարձրած, կամ մարմինը Աստված դարձրած, բա ոնց պիտի լինի։ Թվում է թե տխուր բաներ եմ ասում, մեկ մարդիկ կասեն, Տեր այր այտենց վատ բաներից ինչ ես խոսում, լավ բաներից խոսիր։ Որ եկան Քրիստոսի մոտ, Քրիստոս չասեց ապրեք, գնացեք լավ ապրեք ուրախ, ինչ ասեց, ասեք չար և շնացող ազգ, եթե մենք չարության մեջ ենք, շնության մեջ ենք, ոնց ասենք լավ բաներ, ասենք լավ է, շարունակենք այտենց ապրել, չէ, պիտի մտածենք, պիտի կանգ առնենք, դժվար է, ժողովուրդ, շատ դժվար է, ավետարանն ասում է, որ դժվար է, ասում է քչերը պիտի փրկվեն, շատերը պիտի ուզեն, բայց նեղ է այդ դուռը, դժվարին է այդ ճանապարհը, որ տանում է դեպի փրկություն։ Այսինքն այդ քչեր ասածը նրանք ովքեր լուրջ ջանքեր պիտի գործադրեն հոգևոր մտածելակերպով ապրելու այս աշխարհի մեջ։ Ովքեր պիտի կարողանան դեմ գնալ մարմնի աշխարհի նյութի օրենքներին և Աստծո օրենքը առաջ տանել իրենց կյանքում։ Սրանք է որ պիտի փրկվեն։ Թե չէ երկու ոտքի վրա կաղալով տեղ չենք հասնի։ Ուզում ենք հոգևոր լինենք, ուզում ենք հետնել մարմնավորից չհրաժարվենք։ Ուզում ենք երկնքի արքայություն, բայց ուզում ենք աշխարհն էլ վայելել։ Ոնց կլինի, այտենց չի լինում։ Ասում եմ մարմինը հոգուն հակառակ է, հոգին մարմնին հակառակ։ Աշխարհի սերը թշնամություն է Աստծո հանդեպ։ Ով աշխարհը սիրում է, ինքը թշնամի է դառնում Աստծուն։ Ավետարանի խոսքերն են։ Ուրեմն կյանքում ամենամեծ նշանը որ կա, մեկ նշան է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատարագը մեր փրկության համար, իր մահը և իր հարությունը, ուրիշ նշան չկա։ Հիշեցի մի խոսք, որ վերջերս կարդացի, կարծեմ էլի եմ ասել, մեկը գնում է անապատ մի սուրբ ճգնավորի հանդիպելու և ճանապարհին անապատում հանդիպում է այդ ճգնավորի աշակերտին, ասում է ձեր ուսուցիչը հրաշքներ գործում է, այս աշակերտն ասում է դուք աշխարհի մարդիկը հրաշք եք համարում են, եթե Աստված ձեր ուզածը կատարում է, մենք հրաշք ենք համարում են, երբ որ մարդը Աստծո կամքն է կատարում, իրական հրաշքը դա է, երբ որ մարդը սկսում է կատարել Աստծո կամքը, ոչ թե Աստված մեզ սրտի ուզածը կատարի, ասենք հրաշք եղավ, հրաշքը այն է, որ մարդն է դառնում Աստծուն հաճելի, որ մարդն է սկսում ապրել Աստծո կամքի համեմատ, որ մարդն է սկսում Աստծո կամքը կատարել։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս, մեր Աստվածը, մեր Տերը երկնքից իջավ երկիր,
մեր մեղքերի համար չարչարվեց, խաչվեց, մեռավ եւ երրորդ օրը հարություն առավ։ Ահա հրաշքների հրաշքը։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի, ամեն։